Աղի և պանիրի համ է գալիս։ Ներսից այսպիսինն է։ Ինչ համով է։ Ողջույն բոլորին, այսօր մեզ մոտ fix price-ի երրորդ մասն է և ցավոք սրտի մենք կորցրել ենք չեկը, այնպես որ արժեքների մասով հստակ ինֆորմացիա չեմ կարող ասել, բայց մինչև 500 դրամի սահմանում են բոլոր ապրանքները։ Գնացինք։ Այս ամբողջ փորձարկման մեջ ամենաշատը սպասում եմ այս տարբերակին, ինչ որ չորահացեր են, ոնց որ թե ապելսինի օշարակով գուցե։ Ես հուսով եմ դոկտոր Հասմիկ այս վիդեոն չի տեսնի գոնե։ Սովորական սուխարիկներ են, բայց ապելսինի համ չի գալիս։ Այս վաֆլիներից նմանատիպ այլ տարբերակ տեսել եմ MG-ում, բայց հենց կոնկրետ այս մեկից չկար։ Շատ է։ Փափուկա։ Փափուկա։ Ներսից այսպիսի տեսք ունի, երևի ջեմ է։ Սովորական վաֆլիների նման է, որ խանութներում հանդիպում է։ Բացը չի։ Այստեղ ունենք կրեկեր, բնականաբար պանիրի համով։ Այս տարբերակից կա նաև այլ համերով, եթե սիրում եք։ Աղի և պանիրի համ է գալիս։ Ներսից այսպիսինն է։ Ինչ համով է։ Շատ համով է։ Շատ չոր չի, փափուկ էլ չի, ու սենց համով պանիրի համ է գալիս։ Տուկի համը մի քիչ ուրիշ է, այս ավելի համով է։ Ներսից այսպիսինն են, այս մեկը վնասվել է։ Նմանատիպ ինչ-որ կանֆետներ կան, նմանատիպ հենց սենց, բայց ինքը քարոքսի տուփով է, իմացար, ավելի պուճուր։ Ռաֆայելո է։ Սա երևի մոտ 400 կամ 500 դրամ էր, ու ինքը բավականին տարողունակ է, եթե սիրում եք Ռաֆայելո, նույն համն է գալիս։ Եվ այսօրվա մեր վերջին փորձարկումը, կարծում եմ, որ նման է լինելու սովորական կիլոգրամանոց չիպսերին։ Սովորական կիլոգրամով չիպսերի համ է գալիս։ Եվ մեր հերթական փորձարկումը կրկին համարում ենք ստացված։ Ամենահամով տարբերակը սա էր, որ միանշանակ խորհուրդ կտամ անպայման փորձեք, եւ սա, ավելի շատ սա, 10-ից 1 միլիոն, միանշանակ փորձեք, համ ինքը տարողունակը, համ գնայինով էր ավելի հարմար, քան սովորական Ռաֆայելոն, համ իսկապես շատ-շատ համով էր, իսկ կրեկերների մեջից սա։